Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Այս տարի Հայաստանը համահայկական հիմնադրամը տոնում է իր 33-ամյակը, եւ այսօրվա մեր թողարկումը նվիրված է հիմնադրամի երկարամյա գործունեությանը։ Հայաստան հիմնադրամը տարիների փորձառությամբ ապացուցել է իր դիմակայունությունը տարբեր մարտահրավերների ժամանակ։ Լինելով հայրենիքի կողքին եւ գործելով հայրենիքի համար, հիմնադրամի կարևորագույն առաքելություններից մեկն է համայնքների զարգացումն ու առաջընթացը։ Այսօրվա մեր առաջին տեսանյութը կառույցի դերի եւ ռազմավարական նշանակության մասին է։ Ջրանցքը ոնց որ ամբողջ այդ լեռների տակով ուղիղ այսպես իջնում է ու հետո ցանցեր պետք է կառուցվեն, որպեսզի արդեն ջուրը կոնկրետ գյուղի ներս մտնի։ Երեսունյերեկամյա հիմնադրամի մասին խոսելիս Հայկա Կարշամյանը հենց նման նշանակալի ծրագրերից էլ սկսում է զրույցը։ Խոսքը Սպանդարյան ջրանցքի մասին է։ Սա էլ հիմնադրամն է վերակառուցում, որ Սյունիքի մարզի հարյուրավոր հեկտարներ ոռոգվեն եւ բերք տան։ Այս ծրագրերի կողքին շատերը կան՝ բուժհաստատությունների հիմնում, նոր մանկապարտեզների եւ բնակելի համալիրների կառուցում եւ ոչ միայն։ Հիմնադրման օրվանից կառույցի բոլոր ծրագրերը միտված են Հայաստանի կայուն զարգացմանը։ Հիմնադրամը իր գործառույթը կարծում եմ շատ փայլուն կատարեց այն ժամանակ, այսինքն տպվեցին առաջին անձնագրերը հիմնադրամի նվիրատվություններով, Հայաստանը միացավ համաշխարհային ինտերնետային ցանցին, ազգային գրադարանը թվայնացվեց եւ այլ նմանատիպ լուրջ ծրագրեր։ Եվ այդ լուրջ եւ խոշոր ծրագրերն էլ հիմք ստեղծեցին նոր շնչով ներկայացնելու կառույցի ռազմավարական նշանակությունը։ Նախանշում ենք ինքներս ծրագրեր եւ այդ ծրագրերի ռազմավարական նշանակությունն է երկարաժամկետ է, որովհետեւ հիմնականում իրականացնում ենք Հայաստանի սահմանային բնակավայրերում, սահմանային համայնքներում, ուղիղ աշխատում ենք մեր շահառուների հետ եւ դրանովից նաեւ բարձրացնում ենք հիմնադրամի նաեւ թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը։ Աշխատանքն արվում է, իսկ արդյունքները շահառուներն իրենց մաշկի վրա են զգում, երբեմն երջանկության արդյունքներով։ Երբեմն էլ ակտիվ աշխատանքով։ Ցանկացած ծրագիր իրականացնելիս մենք առաջնորդվում ենք այն գաղափարախոսությամբ, որ այդ ծրագիրը պետք է նախ գնահատել դրա անհրաժեշտությունը եւ տեսնել, որ շահառուները, որոնք որ ընտրվում են, իրոք այդ ծրագրին համապատասխան են եւ իրոք այն խումբն է, որը դրա կարիքը այս պահին ունի։ Տարիների ընթացքում հիմնադրամի ծրագրերի ոչ միայն թիվն ավելացավ, այլ նաև ընդլայնվեց աշխարհագրությունը՝ Լիբանան, Սիրիա, Լոս Անջելես։ Ուշադրության կենտրոնում են նաև հայաշատ համայնքներին աջակցելու հարցը։ 2019 թվականից ամեն տարի որդեգրեց հստակ 100,000 ամերիկյան դոլարի նվիրատվություն Լիբանանում գործող հայկական դպրոցներին, որովհետև մենք կարևորում ենք շատ հայ կրթությունը, հատկապես Սփյուռքում, հատկապես նման կարևոր գաղթօջախներում։ Տասնյակ ծրագրերի առանցքում մեկ կարևոր իրադարձություն է, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ հեռուստամարաթոնը։ Չենք ասում, որ եկեք այս լոզունգի տակ մեզ գումար տվեք, այսինքն չենք ասում միայն սահմանային համայնքներ։ Շատ կոնկրետ 10-ից ավել ծրագիր ենք դնում մեր կայքում եւ այդ ծրագրերը հեռուստամարաթոնի ժամանակ նաև ներկայացնում ենք հայ հանրությանը ամբողջ աշխարհում։ Թափանցիկությունն այստեղ էլ պահպանվում է։ Յուրաքանչյուր նվիրաբերության դիմաց արդյունքները սպասեցնել չեն տալիս։ Եթե մարդը տալիս է շատ կոնկրետ գումար, չգիտեմ, արևային պանելներ դնել այսինչ գյուղի դպրոցի կտուրին, ինքը հետո տեսնում է իր տրած նվիրաբերած, այսինքն 10 կամ 100 կամ 1000 դոլարի արդյունք։ Հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել բնակարանաշինության ոլորտում, պատերազմից տուժած եւ Արցախից բռնի տեղահանվածների համար բնակելի համալիրների եւ տների կառուցումը չի դադարում։ Եվ այս պահին Նավանդյան համայնքում ունենք կառուցվող տներ, դեռ ունենք կառուցվող տներ Լեռնագոգի համայնքում եւ սրանք եւս հիմնադրամին բնորոշ ծրագրերի շարքին են պատկանում։ Սկզբից մինչև վերջ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատող իր փորձն ու ջանքն է ներդնում, որպիսի ծրագրերն իրականացվեն տեղին
եւ ժամանակին։ Չկա գետնի ծրագիր, որը որ առանձնացնեմ այս հսկայածավալ աշխատանքի մեջ։ Քանի որ հիմնադրամի կողմից իրականացվող ցանկացած ծրագիր հիմնադրամի աշխատակազմի կողմից յուրաքանչյուր ծրագրի մեջ դրվել է հոգի, շունչ, եռանդ։ Նույն եռանդով էլ առաջ են շարժվում։ Այս տարվա համար արդեն տասնյակ ծրագրեր կան սեղանին։ Իրականացման նպատակը նույնն է՝ լինել Հայաստանի կողքին եւ ապահովել հայրենիքի կայուն եւ երկարաժամկետ զարգացումը։ Առողջապահությունից մինչև բնակարանաշինություն։ Հիմնադրամի բազմավոլոր ծրագրերը տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փոխել։ Հիմնադրամի ծրագրերի կենտրոնում մշտապես եղել է մարդը իր ապրելու, արարելու եւ երջանիկ լինելու երազանքով։ Մեր հաջորդ տեսանյութը ծրագրերի շահառուների մասին է։ Հիմնադրամի 33 տարվա աշխատանքում կուտակված են այսպիսի փոքր եւ զգացմունքային պահեր։ Մարդկային ճակատագրեր փոխելով եւ նրանց երազանքներն իրականություն դարձնելով Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը։ Բնակարանաշինություն, ջրամատակարարում, էներգախնայողություն, կրթություն եւ մշակույթ։ Ծրագրերի ուղղությունները շատ են։ Հիմնադրամը ձեռք է մեկնել բազմաթիվ ոլորտներում աշխատող եւ ստեղծագործող շահառուներին, նրանց օգնել եւ նրանց հետ հաղթահարել մի շարք դժվարություններ։ Ամեն ինչ հաջող չէր ընթանա, եթե չհամախմբվեին աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները։ Հիմնադրամն ամեն տարի հնարավորություն է տալիս սփյուռքահայերին եւս մասնակցելու հայրենիքի զարգացման եւ իրենց հայրենակիցներին օգնելու գործին։ Հիմնադրամի ծրագրերը հասնում են Հայաստանի բոլոր մարզեր, լուսավորում եւ կառուցում նոր միջավայրեր, հայրենի հողում ապրելու, արարելու եւ այստեղ նոր նպատակներ սահմանելու համար։ Եվ այս պահին իմ զրուցակիցն է արձակագիր նախկինում Հայաստան համահայկական հիմնադրամի հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Օհանյան, դուք երկար տարիներ աշխատել եք հիմնադրամում, ականատես եք եղել բազմաթիվ նախագծերի իրականացման տարբեր ոլորտներում։ Ինչ է կարծում Հայաստան համահայկական հիմնադրամը ինչով է առանձնանում մյուս բարեգործական կազմակերպություններից։ Հարցը իսկապես շատ լավն է, ինձ թվում է հիմքից ինչ որ բան ճիշտ էր արվել։ Նախ այդ համահայկականության գաղափարը, որը մեզ բոլորիս միավորելու այսպիսի մի երազային բան է, իրականում մենք բոլորս չենք կարող միավորվել, որովհետև այդքան տարբեր ենք ու կյանքն էլ է դա ցույց տալի, բայց երազանքը կա ու ցանկությունը կա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը, հայաստանցիներին։ Հիմնադրամը շատ կարևոր կառույց է, որովհետև ուղղակի նորաձև բառ ասեմ, աննախադեպ մի բան էր, այդքան նույնիսկ խորհրդի կազմով եթե նայեք, իր կառուցվածքով նայեք, ինքը իսկապես համահայկականության ստացված ինչ որ մի կազմակերպություն է։ Ուրեմն հիմնադրամը գտնված էր այս իմաստով մի կառույց, որը իսկապես այդ համահայկականության գաղափարը կարող է ինստիտուցիոնալիզացնել։ Եվ ինձ թվում է, որ դրանում էր նաև գաղտնիքը, որ ինքը դիմակայեց եւ դիմացավ այսքան փորձությունների եւ հուսով եմ, որ դեռ շատ երկար կյանք կունենա, հիմա 33-ամյակն ենք նշում, մենք երևի չենք տեսնի ոչ դուք ոչ ես 100-ամյակը, չնայած չգիտես գիտությունը ինչ բարձունքների կհասնի, բայց ինձ թվում է մինչև 100 եւ պլյուս պետքա հիմնադրամը իհարկե լինի։ Պարոն Օհանյան, 2015 թվականից դուք հիմնադրամում էլ չեք աշխատում։ Այո, չնայած համագործակցել եմ 15-ից հետո եւս մի տարեկան հաշվետվություն ինձ խնդրեցին, որ անեմ։ Եվ շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար, փաստորեն վերջի անգամն էր, որ Արցախ էի այցելում, ծրագրերին ծանոթանում։ Հիմնադրամի մեծ պրոյեկտների, մեծ ծրագրերի ճնշող մեծամասնությունը Արցախում էին։ Մենք գիտեք, շատ ծանր բաների միջով անցած ժողովուրդ ենք, շատ կորուստներ տված ժողովուրդ ենք, դա չպիտի մեր մեջ սպանի արարելու, շենացնելու, մեր տունը շեն պահելու գաղափարը։ Քանի դեռ այնտեղ ենք, պետք էր անել։ Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ չենք, այստեղ ենք, պետք է անել, պետք է շարունակել, որտեղ ի վերջո այս մեծ աշխարհում մի փոքր հողակտորի վրա մեր տունը կառուցելը դա մեր բոլորիս պարտքն է։ Մենք պետք է այդ օթևանը ունենանք եւ այդ օթևանը ոչ միայն մեզ համար է, այլ նաեւ աշխարհասփյուռ հայության համար է։ Տեսեք, այլ երկրներում էլ պատերազմներ, արհավիրքներ, ինչ ասես լինում է։ Սիրիան քանդվեց, Սիրիայի հայությունը ուր պիտի գնար առաջի հերթին, եթե ոչ վերադառնար, ասենք, մայր հայրենիք, ոնց ուզում եք կոչեք։ Եվ այդպիսի բան, այսինքն մեր այդ ոտատեղը մենք աշխարհում պետք է թողենք եւ այստեղ էլ համահայկականության գաղափարը աշխատում է, որովհետեւ ի վերջո
ինչ որ առումով բոլորիս հայրենիքն է Հայաստանը եւ Հայաստանը շենացնելը մեծ առաքելություն է։ Դուք նաև ականատես եք եղել բազմաթիվ ճակատագրերի փոփոխման, որոնց վրա դրական ազդեցությունը թողել է Հայաստան համահայկական հիմնադրամը իր նախագծերով։ Մի փոքր խոսենք նաև շահառուներից, եթե կան այդպիսի դեպքեր, որոնք տպավորվել են։ Հազարավոր դեպքեր կարող եմ հիշել իհարկե։ Էլի դեպքերի ճնշող մեծամասնությունը Արցախի հետ են կապված ու ես շատ խորը ապրումով եմ հիմա դրանք հիշում։ Ոնց ենք մարդկանց հույս տալիս, ոնց ենք մարդկանց օգնում, որ իսկապես տեղում կայանան, օրինակ բնակարան շինությունից սկսած դպրոցներ, մանկապարտեզներ, ինչ ասես արել ենք, ենթակառուցվածքներ, ջուր ենք հասցրել համայնքներ, ճանապարհաշինություն ենք արել, եւ այդ ամենի հետևում մարդիկ են, ոչ միայն թվեր կամ փողեր կամ բարերարների անուններ, այլ իսկապես մարդիկ, ում կյանքը մենք բարելավել ենք, ում կյանքը թեկուզ մի տարով կամ 2 տարով, 3 տարով դարձել է հնարավոր երջանկության համար բաց, հա, ինչ որ սոցիալական հարցեր լուծված։ Դրա համար հազարավոր պատմություններ կան, բայց ես կուզեի այստեղ շեշտը, որտեղ շատ ենք խոսում շահառուների մասին, երբեմն մոռանում ենք նվիրատուների մասին, ինձ համար միշտ ավելի հուզիչ ու կարևոր են եղել նվիրատուների պատմությունները, որտեղ մենք բացի անվանի նվիրատուներից, դե գիտեք, այնտեղ գրադացիա ունենք ըստ գումարների փողերի, այդ պայմանական բան է, բայց իհարկե շատ կարևոր։ Մենք ունեինք ամեն տարի գալիս էին ցուցակներ տեղական մարմիններից իրենց նվիրատվությունների։ Այդ ցուցակների վերջում, դե ես այդ ցուցակները բոլորը նայում եմ, որտեղ հաշվետու գրքի մեջ պիտի լինեն։ Վերջում ցած գալիս է անանուն, էջերով գնում էր։ Այսինքն նշված էին գումարները, դե հաշվետու հանդեսի մեջ չես գրի այդքան անանուններ, թե չէ մի հսկայական գիրք ստացել։ Մի հատ գրում էիր անանուն ու կողքը գրում էիր քանի նվիրատու։ Ու ես միշտ մտածում եմ, այս անանունների տանք ինչ մարդիկ են, ովքեր են։ Այս մեկը $1 ա տվել, այս մեկը, չգիտեմ, 500 դրամ ա տվել, այս մեկը 1000 դրամ ա տվել։ Ու շատ, պատկերացրեք, իսկապես շատ էին այդ մարդիկ։ Նույնիսկ երբ որ այդ մարդիկ հայտնվում էին մեր մոտ, օրինակ երկու Ալեքսանդր ունենք, Ալեքսանդր պապիկներ էինք ասում, մեկը կարծեմ Նիկոլայան էր, մյուսը Պետրոսյան, եւ Պետրոսյանը արդեն կենթանի էլ չլինի։ Այդ Պետրոսյանի 10 դրամանոց պապիկ էինք ասում կատակով, ինքը գալիս էր հասնում էր հիմնադրամ, այդ թելեթոնի, հեռուստամարաթոնի օրը միշտ 10 դրամ չէր տալի 100 թե ինչ փոքր գումար էր տալիս, բայց գալիս էր ոտքով, թոշակառու պապիկ էր, հա, ու ամեն տարի գալիս էր։ Ու այդ կտրոնն էլ դե իհարկե տալիս էինք իրան, շատ էինք սիրում իրան, շատ լավ պապիկ էր, նույնն էլ Նիկոլայան շրջանից ինչ որ տեղից գալիս հասնում էր, որ իր թոշակից թե թոշակից կարծեմ, թե երեխաներ ուներ, որ դրսից իրան փող էին ուղարկում, այդ փողի մի մասը բերում էր, հանգանակում էր մեզ։ Ելենա տատիկ ունենք մի հատ շատ լավներ էլի, միշտ գալիս ասում են, հանգարց երեխեքս չիմանան, հանգարց, որովհետև թոշակից էր էլի, իրանք էլ չունևոր մարդիկ։ Այդ մարդիկ, ու նրանք շատ էին։ Պատմություններ կան այն մասին, թե 90-ականների սկզբին ոնց են մարդիկ ուղղակի իրենց ոսկեղեն է։ Այդ տարիները անհնար է պատկերացնել ինչ դժվարությունների միջով էր Հայաստանը ապրում, ովքեր ականատես են եղել կհիշեն, նոր սերունդին ուղղակի դժվար է բացատրել, թե դա ինչ էր, բայց մարդիկ գալիս էին իրենց գույք, կահ, կարասի, ոսկեղեն, չգիտեմ, ինչ ասես բերում էին, որպեսզի օգնեն ուրիշներին։ Այսպիսի արարքների ընդունակ հանրությունը ինձ թվում է ինքը ապագա ունի, ինչքան էլ մենք հիմա քաղաքական կամ այլ առումներով բաժանված լինենք կամ իրար դեմ տրամադրված լինենք, միևնույն է այսպիսի արարքները պետքա առաջի պլան բերվեն, որպեսզի մարդիկ հասկանան, որ համախմբում հնարավոր է մեզ եւ համերաշխ հասարակություն մենք կարող ենք կառուցել, մենք ունենք այդ պոտենցիալը եւ շնորհակալություն համահայկական հիմնադրամին, որ անընդհատ հետեւողականորեն ի ցույց է դնում մեր լավ կողմը մեզ, մեր վատ կողմը Իսուս չի դնում, մեր վատ կողմը Իսուս են դնում այլոք։ Իսկ հիմնադրամում աշխատելուց առաջ եւ հետո աշխատակցի համար, հենց հիմնադրամի աշխատակցի համար ինչ փոփոխություններ կարող են լինել կյանքում, աշխարհայացքի մեջ գուցե։ Գիտեք, իմ համնար բեկումնային էր հիմնադրամը հայտնվելը, որովհետեւ ես բացարձակ այդ ոլորտի մարդ չեմ, կրթությամբ փիլիսոփա եմ, հետո արձակագիր, ուրեմն գրականությամբ եմ զբաղվում եւ այլն։ Ինչ որ չափով իհարկե հանրային կապերն էին ինձ հետաքրում, բայց բարեսիրական, մարդասիրական այդ նվիրատվության, կոչվում է նվիրատվության շուկա, հա, տրամաբանությունը հասկանալ ինքը շատ է օգնում քեզ, որովհետև նախ եւ առաջ հիմքում շատ հումանիստական մի բան է, իսկ մտավորականը առանց հումանիզմի ինքը մի քիչ կորած կլինի եւ շատ լավ է որ դու ընթացքում տեսնում ես այդ բոլոր պատմությունները ականատես այսինքն աշխատանքը իր բնույթով այնպեսին է որ քեզ հնարավորություն է տալիս շրջագայելու որտեղ անդադ գնում ես ծրագրերով հետևում ես ինչա կատարվում եւ անդադ մարդկային պատմությունների ես առնչվում այդ իմ ամենասիրած կողմն է իհարկե
Պլյուս իհարկե մենք ինչ որ բաներ ենք այն ժամանակ անում, մենք որոշել ենք փոքր ու միջին նվիրատվություններ կատարելու համար հեշտացնել եւ HiPost-ի հետ արեցինք հետաքրքիր պրոյեկտ, որ ուղղակի մարդիկ որ գնում են կոմունալները եւ այլն վճարելու, այդ ժամանակ HiPost-ում հնարավորություն ունեն մանր միշտ մնում է, չէ՞, հիմա ասում են փող գցենք բանի վրա, հաշվի վրա, այն ժամանակ ուղղակի մանրը հնարավոր էր տալ հիմնադրամին։ Այդպես կոպեկ հավաքելու կաթիլ փոփոխության հասնելու տրամաբանությունը ինձ շատ հոգեհարազատ էր ու ես անդադ փորձում էի այնպիսի ձևեր գտնել, որ հնարավորինս ավելի զանգվածայնացեմ, ավելի շատ մարդիկ։ Ճիշտ է, տեսակարար կշիռը ի վերջո մեծ նվիրատվություններ կատարողների տված գումարը ի վերջո 90%-ն է կազմում, ասենք թե, կամ քանի չգիտեմ, դա արդեն ֆինանսական հաշվետվություններից կերևա, բայց փոքր եւ միջին նվիրատվությունները հենց համահայկականության գաղափարը ապահովողն էին։ Այսինքն ինչքան շատ մարդ մասնակցի, ինչքան շատ մարդ առնչվի, այնքան ավելի համահայկականության գաղափարը կպնդանա։ Միասնականության գաղափարը կպնդանա։ Իրավացիք ես միասնական չէի կոչի, ես հենց միտումնավոր, որտեղ միասնական ինչ է նշանակում, բոլորս նույն երգը երգենք, նույն պարը պարենք, նույն ձևի սրտի միասնական լինենք մի գաղափարի շուրջ գոնե թե այս առումով։ Թվում է համահայկականությունը հենց ոչ այդքան միասնականության մասին է, որքան համերաշխության։ Եվ այստեղ այս առաքելության շուրջ համախմբվել։ Դրա համար ոչ թե միասնական, այլ համերաշխության տարածք էր իմ համար։ Որքանով եք կարևորում հիմնադրամի գործունեության շարունակականությունը։ Քանի դեռ մենք կանք, քանի դեռ այդ աշխարհասփյուռ հայությունը կա, իսկ դա պարզ իրողություն է, հիմնադրամը բոլոր շանսեր ունի լինել այն կենսատու առանցքը, լավ այսպես ասեմ, որը որ այդ կապը կապահովի, եւ այս իմաստով, քանի դեռ աշխարհասփյուռ հայությունը կա, հիմնադրամը կարևորված պիտի լինի եւ ունի անելիք։ Մնացածը ժամանակի մարտահրավերներ են, այսինքն զուտ կազմակերպչական, ինչ ծրագրեր անել, ինչպես չանել եւ այլն, այդ կա, բայց առաքելությունը հիմքում նույնն է մնում, այնպես որ հիմքը, ինչպես արդեն խոսքի սկզբում ասացի, ամուր է դրված եւ այս հիմքով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Իհարկե կարևորում եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր արձակագիր, նախկինում Հայաստան համահայկական հիմնադրամի հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։